Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչերի Գեղինյանն եմ։ Այսօր 2026 թվականի ապրիլի 26-ն է։ Ես իմ հեծանիվով եկել եմ Ստեփանավանի Լորիբերդ գյուղում գտնվող Աշոտ Երկաթ պատմամշակութային պետական արգելոց բնության գրկում զբոսնելու համար։ Ահա սա իմ հեռադիտակն է, քիչ հետո ես բնության տեսարաններ կուսումնասիրեմ։ Ահա այն հեռվում տեսնում եք քարե կամուրջը, մոտեցնեմ որպեսզի լավ երևա։ Այդ քարե կամրջի հետ կապված ցանկանում եմ մի հետաքրքիր պատմություն պատմել։ Ուրեմն անցյալ տարի ես մայիս ամսին իմ սիրած աղջկա հետ միասին, ով բնակվում է Երևան քաղաքում, իջել ենք այդ քարե կամրջի տակ խորոված անելու եւ բնության գրկում հանգիստ վայելելու համար։ Այդ աղջիկը առաջի անգամ էր իջնում նման ճանապարհներով, նման անանցանելի ճանապարհներով եւ անկեղծ ասած մի քիչ վախ ուներ այս ճանապարհներից, սակայն իմ շնորհիվ, իմ օգնությամբ այդ աղջկան բարեբախտաբար հաջողվեց հաղթահարել այս դժվարին ճանապարհը եւ մենք միասին իմ օգնությամբ այդ աղջիկը իջավ այդ քարե կամրջի տակ։ Եվ ես ամբողջ այդ ճանապարհին այդ աղջկա ձեռքը բռնած եմ եղել կամ էլ ճանապարհի մեծ մասը նրան գրկած եմ իջացրել, սակայն երբ որ պետք է բարձրանայինք արդեն այս նույն ճանապարհով, մեր իջած ճանապարհով պետք է բարձրանայինք, այդ աղջիկը վախեցավ եւ հրաժարվեց բարձրանալ եւ խնդրեց, որպեսզի մենք վախեցավ ճանապարհների անանցանելիության արդյունքում վախեցավ եւ մտածեց, որ մենք կընկնենք ձորը միասին։ Դրա համար այդ աղջիկը խնդրեց, որպեսզի ես փրկարաներ կանչեմ եւ ես ստիպված զանգահարեցի 911, փրկարանները եկան եւ այդ աղջկա ձեռքից բռնած բարձրացրեցին վերև մի քանի փրկարարով։ Բավականին զավեշտալի իրավիճակ էր անկեղծ ասած այդ պահին ստեղծվել։ Բնականաբար ես ինքս էլ կարող եմ այդ աղջկան ձեռքը բռնած բարձրացնել վերև, սակայն այդ աղջիկը որոշեց, որ պետք է փրկարաներ կանչենք եւ մենք այդպես էլ վարվեցինք։ Եվ ես ակնկալում եմ, որ այս տարի նույնպես ամռանը, այսինքն 2026 թվականին նույնպես ամռանը ինձ բախտ կվիճակվի կրկին անգամ այդ աղջկա հետ միասին, իմ սիրած աղջկա հետ միասին, ում անուն ազգանունը նպատակահարմար չեմ գտնում հնչեցնել, ակնկալում եմ, որ ինձ բախտ կվիճակվի այս տարի նույնպես այդ աղջկա հետ միասին իջնել այս քարե կամրջի տակ բնության գրկում միասին խորոված անելու եւ բնության այդ հանգիստը վայելելու համար։ Ահա այս հեռադիտակով էլ ես նայում եմ բնության հրաշք տեսարաններ։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։